FM 107-ի եթերում Արմրադիոյի լրատվական հիմնական թողարկումն է, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այս թողարկմանը չինական ավտոբուսներն արդեն վաղը Երևանում դուրս կգան երթուղիներ։ Իրականացվել են բնական գազի որակի ստուգումներ։ Փոխըմբռնման հուշագիր ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման բնագավառում։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի Հայերբաս ավտոգործարանի փոխնախագահի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ։ Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը Հայաստանին նվիրաբերված 249 քաղաքային ավտոբուսի համար, որոնց մի մասն արդեն վաղը դուրս կգա երթուղիներ։ Մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի զարգացման նոր հայեցակարգով եւս նախատեսել ենք, որ ուղևորափոխադրում իրականացնող մասնավոր ընկերություններն աստիճանաբար անցնեն մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներով սպասարկման, նշել է Տարոն Մարգարյանը։ Չինական կողմի հետ քաղաքապետը քննարկել է ավտոբուսների շահագործման եւ տեխնիկական բնույթի հարցեր, այդ թվում նաեւ վառելիքի ծախսի նվազեցման ու հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոբուսների վրա հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ առաջիկայում փոխըմբռնման հուշագրի ստորագրման եւ չինական ընկերության հետ հետագա հնարավոր համագործակցության շուրջ հարցեր։ Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին, այս մասին նշել է Հայ-Ռուսգազարդ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը քննարկվել են բնակչությանը մատակարարվող բնական գազի որակին, գազի սպառման ծավալներին առնչվող հարցեր, ինչպես նաև սպառողական շուկայի հետ կապված մի շարք այլ խնդիրներ։ Թադևոսյանի խոսքով Հայաստան ներկրվող բնական գազի որակական հատկանիշները ստուգման են ենթարկվում Վրաստանի տարածքում գտնվող Կարմիր կամուրջ գազափակչի կայանում։ Հայ-Ռուսգազարդն ունի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հավատարմագրված ասոցիացիան եւ շարժման լաբորատորիաներ, որտեղ կանոնավոր կերպով կատարվում են բնական գազի որակական հատկանիշների ստուգումներ։ Նման լաբորատորիաներ ունեն Հայաստանի խոշորագույն գազ սպառողները Հրազդանի ջեկը, Երևանի ջեկը եւ Արարատ ցեմենտ գործարանը, այսինքն բացի Հայ-Ռուսգազարդի լաբորատորիայից Հայաստանում կա եւս 3 անկախ լաբորատորիա։ Ստորագրվել է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման բնագավառում մագիստրոսական ուսումնական ծրագրի նախապատրաստման փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրն իր մեջ ներառում է դրույթներ, որոնց համաձայն մագիստրոսական ուսումնական կուրսի տեսական մասը պետք է իրականացվի Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում, գործնականը Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի լաբորատորիայում։ Աշխատանքների կատարման ֆինանսական աջակցությունն իրականացվել է Քուր Արաքս ծրագրի կողմից, իսկ գործընթացի համակարգումը հանրապետության բնապահպանության նախարարության։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին եւ դեսպանատան գլխավոր խորհրդականին։ Երկուստեք բարձր գնահատելով հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը միաժամանակ համոզմունք են հայտնել, որ տարբեր ոլորտներում դեռևս առկա են փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ եւ հեռանկարներ, որոնք պետք է կյանքի կոչել ի շահ երկու երկրի։ Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը, տևական ընդմիջումից հետո աշխատանքները սկսած Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Ազգային ժողովի փոխնախագահն անդրադարձել է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ծանոթացրել նախընտրական շրջանի քաղաքական մթնոլորտին, ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցություններին եւ միավորումներին։ Շարմազանովի խոսքով իշխանությունները վճռական են տրամադրված անցկացնելու բարձր մակարդակի ընտրություններ, շատ լավ գիտակցելով, որ դա լինելու է ժողովրդավարության ամրապնդման եւ երկրի համակողմանի զարգացման իրատեսական ճանապարհը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը։ Մենք կարևորում ենք հանրային խորհրդի աշխատանքները, որը հայ իրականության մեջ նոր ինստիտուտ է։ Տեսնում ենք, որ խորհուրդը հասարակությանը հուզող հարցերի քննարկման ոլորտում կարող է զբաղեցնել կարևոր դեր, նշել է վարչապետը։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ տեսակետից Հայաստանի հանրային խորհրդի միջազգային համագործակցությունը եւ փորձի փոխանակումը խիստ օգտակար է։ Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի եւ Հայաստանի հանրային խորհրդի միջև ստորագրվելու է համագործակցության հուշագիր, ինչը նոր խթան կհանդիսանա նաև հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում։ Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահը նշել է, որ Հունաստանը որպես Եվրոպական միության անդամ պետություն պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել բարեկամ Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հունաստանում առկա տնտեսական քաղաքական իրավիճակին եւ առաջիկա ծրագրերին։
Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն ընդլայնել են Բելարուսի եւ Սիրիայի նկատմամբ գործող պատժամիջոցները։ Սահմանափակումներ նախատեսող նոր ցուցակում ընդգրկված են բելարուսական մի քանի մասնավոր ընկերություններ եւ 12 պաշտոնյա։ Ավելի վաղ Բելարուս գործիչներին արգելվել էր մուտք գործել Եվրոպական միության տարածք, ինչպես նաեւ սառեցվել էին 227 պաշտոնյայի եվրոպական բանկերում ունեցած ակտիվները, այդ թվում երկրի նախագահի եւ նրա երկու որդու հաշիվները։ Եվրոպական միությունը որոշում է կայացրել նաեւ ընդլայնել Սիրիայի հանդեպ կիրառվող պատժամիջոցները։ Նոր ցուցակում ընդգրկված է երկրի նախագահ Բաշար Ասադի կինը եւ ազգականները, կսառեցվի նաեւ կնոջ բոլոր հաշիվները, գրում է BBC-ն։ Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 15-ի դրությամբ Հայաստանում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են։ Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Փակեն-Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում Աղբրաձրո, Աղբյուղի ավտոճանապարհները։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց, կատարվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ։ Մարտի 23-ին արևելյան շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 24-ից 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 23-ին կնվազի 3-ից 5, արևելյան շրջաններում 6-ից 8 աստիճանով, 24-ի գիշերը կնվազի 2-ից 4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա, 25-ից 3 ցերեկը ջերմաստիճանը արևելյան շրջաններում կրկին կնվազի 3-ից 5 աստիճանով։ Մարտի 26-ին հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 3-ից 7 աստիճանով, 27-ի ցերեկը նույնքան կնվազի։ Երևանում մարտի 23-ից 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև։ Հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 388 դրամով, եվրոն 514-ով, իսկ օդի ջերմաստիճանն այս պահին +11 է։ FM 107-ի լրատվությանը կարող եք հետևել նաև համացանցում, YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում, փնտրելով Arm Radio FM 107։ Այսքան օրվա լրահոսի համառոտ անդրադարձից, իսկ տեղեկատվական վերլուծական պատկերը կներկայացնի իմ գործընկեր Արտակ Մուրադյանը։ Ողջույն Արտակ։ Ողջույն Ջիրայր։ Արտակ, նախքան հրաժեշտ տալը մի տեղեկատվություն հաղորդեմ։ Խնդրեմ։ Ծխելուց մահացող տղամարդկանց թվով Հայաստանն աշխարհում երրորդն է։ ԱՄՆ քաղցկեղի դեմ պայքարի միությունը հրապարակել է 2012 թվականի ծխախոտի ատլասը, որտեղ ներկայացվել են աշխարհում ծխախոտի օգտագործման հետևանքով մահացությունների տոկոսներն ըստ երկրների։ Ծխելու հետևանքով մահացող տղամարդկանց թվով աշխարհում առաջատարը Թուրքիան է 37.6%-ով, որին հետևում է Ղազախստանը 34%-ով եւ Հայաստանը 32.7%-ով։ Զեկույցի համաձայն ծխելու հետևանքով մահացող կանայք Հայաստանում կազմում են 7.7%։ Մի անգամից ասեմ, որ ես ծխում եմ։ Պաստորեն նպաստում եմ երրորդ հորիզոնականում Հայաստանի գտնվելուն։ Դե եթե խոսենք ավելի կես կատակ, կես լուրջ, ցուցակը հուսադրող է։ Եթե հաշվի առնենք առաջին հորիզոնականում որ երկիրն է, երկրորդ հորիզոնականում որ երկիրն է եւ երրորդում մենք ենք։ Իսկ եթե մենք ընդհանրապես չլինեինք ցուցակում, շատ ավելի լավ կլիներ։ Սև հումորից մի կարճ բան ասեմ ու անցնենք արդեն լուրերին։ Մի խելացի մարդ ասել է, որ կարճ կապեմ, լավ, ոչ մի առողջ օրգան այն աշխարհ, Ջիրայր։ Համամիտ եմ։ Շնորհակալություն, այսքանը մխիթարեցի կարծում եմ այն հոց բանակին, ովքեր այս բանին լսում էին եւ մեղմ ասած այնքան էլ համաձայն չէին քեզ հետ, ավելի ճիշտ գիտնականների հետ, որոնք իրենց հետազոտությամբ ամերիկյան ամենայն դեպս կողմում փայլում են։ Իրենց տարօրինակ երբեմն եզրակացություններով։ Եվ հետաքրքիր էր, որ եթե նկատեցիր ոչ մի ընդհանրապես ցուցակում գրեթե եվրոպական երկրները եւ ամերիկյան երկրները։ Այո, այնտեղ չեն ծխում։ Այո, չկա այսպեսի բան։ Շնորհակալություն Ջիրայր Ոսկանյանն էր իր ուրույն լուրերով, հարգելի ռադիո լսողներ, ես նշեմ, որ Երևանում ժամը 18:07 FM 107-ի եթերում Arm Radio-ի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու։ Համաժողով նվիրված ընտրական գործընթացներին հնարավոր են արդյոք փոխզիջումներ, միավորումներ ընտրություններից առաջ եւ հետո։ Տպագիր մամուլի մոնիթորինգ խորհրդարանական ընտրությունների շրջանում։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Եվ այսպես,
Հայաստանի գլխավոր դատախազության եւ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ կազմակերպվել է համաժողով նվիրված ընտրական գործընթացներին։ Համաժողովին մասնակցում էին դատախազության, ոստիկանության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հասարակական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներկայ է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մասնակիցների ուշադրության կենտրոնում ազատ արդար ընտրությունների անցկացման հնարավոր ընտրակեղծիքներից խուսափելու մասին հարցերն են եղել։ Ներկայացնում է Աննա Գզիրյանը։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ սովորաբար առավել արդիական է դառնում ընտրակեղծիքների հարցը։ Որպես կանոն ընդդիմությունը նշում է, որ ընտրությունները կեղծվում են, իսկ իրավապահ մարմինները դրանք կանխելու կամ մեղավորներին պատժելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում։ Իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին հակադարձում են, ասելով, որ իրենք անգործության չեն մատնված։ Ինչ անել, որ իրավապահ մարմինների աշխատանքն առավել տեսանելի լինի եւ հասարակությունը վստահի նրանց կատարած աշխատանքին։ Հայաստանի գլխավոր դատախազության եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կազմակերպված համաժողովի առանցքում հենց այս հարցն է։ Դեռ ընտրական գործընթացները չէին մեկնարկել, բայց իշխանություններն արդեն հայտարարում էին, որ իրենք լի են վճռականությամբ իրապես ազատ, արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Սա մեկ անգամ եւս ընդգծեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, համոզմունք հայտնելով, որ այս խորհրդարանական ընտրությունները մեկ քայլ առաջ են լինելու։ Իսկ նման համոզմունք ունենալու համար ի՞նչն է հիմք հանդիսանում։ Որովհետև Հայաստանի Հանրապետության հասարակությունը այսօր առավել քան երբևիցե պատրաստ է ազատ եւ արդար ընտրությունների անցկացման։ Ինչպես արձանագրում են նաեւ Հայաստանի Հանրապետության ընդդիմության ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, որը խստապահանջ է լինելու այս ընտրությունների նկատմամբ եւ խստագույնս վերահսկելու է ընտրությունները։ Հաջորդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ իրավապահ մարմիններն այս տարիների ընթացքում ձեռք են բերել նոր գիտելիքներ, հմտություններ այն մասին, թե ինչպես պետք է նրանք աշխատեն ընտրությունների ժամանակ, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ որևէ խախտում չի մնալու անպատիժ։ Բոլոր խախտումները բացահայտվելու են եւ իրենց արարքների համար մեղավորները լինելու են պատասխանատու, ասաց Տիգրան Սարգսյանը։ Նա կարևորեց ընտրական գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը։ Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարում հասկանալի է, որ ստեղծվում են լրացուցիչ երաշխիքներ եւ հնարավորություններ հասարակության համար վերահսկել ընտրությունները։ Եվ չափազանց կարևոր է, որ մեր հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այդ հնարավորությունից կարող է օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից հնարավորությունների հանգամանքը հաշվի առնելով։ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերն իր հերթին կարևորեց իշխանությունների ազատ արդար ընտրություններ անցկացնելուն ուղղված ձգտումները, այդ մասին հայտարարությունները, սակայն նշեց, որ միայն խոսքերը քիչ են։ Շատ կարևոր է, որ ընտրական գործընթացների հաշտվետվողականությունը լինի արժանահավատ։ Հասարակության շրջանում վստահության ձևավորումը պարտադիր խնդիր է, իսկ դա նշանակում է, որ միայն խոսքերը բավարար չեն։ Գործնական քայլեր են անհրաժեշտ։ Գործընթացների արժանահավատությունն ապահովելու համար դատախազությունը պատրաստակամ է աշխատել տարբեր կառույցների հետ եւ անելու է ամեն ինչ իրենց գործողությունների թափանցիկության համար։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համոզմամբ նոր մոտեցումները կկարողանան ապահովել գործընթացի թափանցիկությունը, իսկ կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկելու դատախազությունը։ Մենք անելու ենք այնպես, որ ընտրախախտումների վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում, բառից բուն իմաստով յուրաքանչյուր հաղորդում, լինի դա դիմումի ձևով, լինի դա զանգվածային լրատվամիջոցներում արված հաղորդումների ձևով քննության առարկա է դարձվելու եւ ոչ միայն Հայաստանում ապրող յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր քաղաքացի, այլ նաեւ երկիր մոլորակի վրա բնակվող յուրաքանչյուր անձ կարողանա ինտերնետային կայքի միջոցով հետևել յուրաքանչյուր այդ դիմումի հաղորդման գրանցումը, ընթացքը եւ կայացրած որոշումը։ Մենք դա ապահովելու ենք։ Ազատ արդար ընտրություններ անցկացնելու համար լավ հիմքեր է ստեղծում նաև ընտրական օրենսգիրքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով օրենսգիրքը լիարժեքորեն կարգավորում է ընտրական գործընթացում առկա բոլոր հարաբերությունները։ Բացի դրանից, այդ նորմերը իրավունք են վերապահում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին, մասնավորապես տեխնացուներ, վստահված անձինք, ուրեմն դիտորդներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, լիարժեք վերահսկողություն իրականացնել ամբողջ գործընթացի նկատմամբ։
Վերահսկողությունը ես նկատի ունեմ դա այն իրավունքներն են, որոնք սահմանված են նշված սուբյեկտների համար։ Իսկ եթե վերահսկողության հնարավորությունները օրենքը սահմանում է, ապա դա խոսում է գործընթացի թափանցիկության մասին, իսկ այն լիարժեք ապահովելու համար միայն իշխանության քայլերը բավարար չեն։ Ըստ Տիգրան Մուկուչյանի յուրաքանչյուրը պետք է ակտիվ լինի եւ օրենքով սահմանված հնարավորություններն օգտագործելով իրականացնի վերահսկողություն։ Բազմակողմանի համագործակցության արդյունքում հնարավոր կլինի վստահելի արդյունքներով ընտրություններ անցկացնել։ Աննա Գզիրյան, Արմրադիո։ Ինչպես է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին պատրաստվում խորհրդարանական ներկայիս ընդդիմությունը, ժառանգությունը եւ Հույդան։ Հնարավոր են արդյոք փոխզիջումներ, միավորումներ ընտրություններից առաջ եւ հետո։ Հնչած հարցերին պատասխանել են Ժառանգություն կուսակցության նախագահ Ռաֆի Հովհաննիսյանը եւ ազգային ժողովի Հույդա խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը։ Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող ուժերից Ժառանգությունը իր նախընտրական համամասնական ցուցակը ձևավորել է ազատ դեմոկրատների հետ։ Իդեպ ցուցակը քննադատության արժանացավ թե կուսակցության ներսում, թե այլ քաղաքական ուժերի ու գործիչների կողմից, եւ այն միանշանակ չընդունվեց նաեւ հանրության կողմից։ Հիմնականում դժգոհությունը կուսակցության ներկայիս 6 падգամավորների տեղերով էր պայմանավորված։ Նշենք, որ նրանցից ոմանք ցուցակի միջնամասում ու նաև վերջին տեղերում են։ Այնինչ կուսակցության ղեկավար Ռաֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենց падգամավորները լինելու են հաջորդ ազգային ժողովում, որ ժառանգության ցուցակը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ, ոչ թե առանձին։ Ռաֆի Հովհաննիսյանը վստահ է, որ արդար ընտրությունների պարագայում 25%-անոց ներկայացվածություն կունենան ազգային ժողովում։ Ժառանգությունը երաբատկելու է իր ներկայությունը նվազագույն խորհրդարանում եւ դուք կտեսնեք, թե շատ նոր դեմքեր, թե արդեն ձեր հավանության արժանացած մեր հարկաժան ակտիվ հպարտություն ներշնչող պատգամավորները եւ կարծում եմ, որ նաեւ մեր պատգամավորները շատ լավ գործադիր աշխատանք կկատարեն։ Ռաֆի Հովհաննիսյանը մեծամասնական կարգով առաջադրվել է 7-րդ ընտրատարածքում, որտեղ դրված է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Սամվել Ալեքսանյանի եւ Հայ ազգային կոնգրեսից Նիկոլ Փաշինյանի թեկնածությունները։ Ինչպես պարզաբանեց ինքը Ռաֆի Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանի առաջադրման մասին նույն ընտրատարածքում տեղյակ չի եղել։ Ընտրեցի այն ընտրատարածքը, որտեղ կարծում եմ հարվածը ել ավելի մեծ է, պատրաստ եմ հանդիպել Փաշինյանի հետ եւ բանակցությունների արդյունքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, իմ թեկնածությունը հանել այդ ընտրատարածքից։ Գտնում եմ, որ յուրաքանչյուր ընտրատարածքում պետք է լինի մեկ ընդդիմադիր թեկնածու, պարզաբանեց Ռաֆի Հովհաննիսյանը։ Ես կարծում եմ, որ կան մի քանի կուսակցություններ եւ մեկ դաշինք նվազագույնը 3-ից ավել կարող եմ ասել, որոնք իրենց ընդդիմադիր են համարում, ուզում են իշխանության փոփոխություն, կան ինքնաառաջադրված տեխնազուներ եւ կարծում որ նույն սեղանի շուրջ այս օրերի ընթացքում մենք բոլորս պետք է հայտնվենք եւ համալիր քննարկման միջոցով հանքենք այն ոչ թե փոխզիջում այն, այլ հաղթական համապարփակ լուծման, որտեղ յուրաքանչյուր ընտրատարածքում ընդդիմությունը կունենա մեկ տեխնազու։ Ինչպես է քաղաքական պայքարում հնարավոր զիջումներին վերաբերում դաշնակցությունը, ազգային ժողովի Հույդա խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի խոսքով իրենց կուսակցությունը չի կարողանում հասկանալ եւ համաձայն լինել այնպիսի դաշինքների, որոնք մեխանիկական բնույթ են կրում։ Ես չեմ ուզում ուղղակի պատասխանել Ռաֆի Հովհաննիսյանին, չգիտեմ, եթե իրենք ինչ որ սկզբունքային հարցեր են ճշտել իրար հետ, լավ, դա հասկանում եմ, բայց ցանկացած համագործակցության հիմքում պիտի ես կարծում եմ սկզբունքներ դրված լինեն, որոնք քո գաղափարախոսությունից, քո քաղաքական ծրագրից կբխեն։ Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմադիր մեկ տեխնացուի մնալու Ռաֆի Հովհաննիսյանի առաջարկին, ապա Արտաշես Շահբազյանը թերահավատորեն մոտեցավ, այն համարելով անարդյունավետ։ Այսինքն սա գիտեք ինչա դառնում, ստեղծենք հնարավորություն մենք շատ լինենք։ Լավ շատ լինենք, ինչ անենք։ Նաև ընդունում եք, չէ՞ որ եթե մենք այսօր գա ինչ-ինչ համաձայնությունների, որոնք կարող են իրեն հաջողություններ բերել մինչև մայիսի 7-ը, բայց մայիսի 7-ից հետո նրանք այնտեղ կմտնեն այնպիսի մի խայտաբղետ հավաքականությամբ եւ գաղափարների եւ ծրագրերի իմաստով, որ արդեն առաջին նիստերից հետո ամեն ինչ կփլվի, ուրեմն մենք մեր թշնամին ենք։ Այդուհանդերձ մեկ հարցում խորհրդարանական ներկայիս ընդդիմության ներկայացուցիչները համակարծիք էին։ Այն է, ամեն մարդ պետք է զբաղվի այն գործով, որով կարող է։ Գործարարը պիտի գործարարությամբ զբաղվի, քաղաքական գործիչը քաղաքականությամբ։ Զարուհի Մեջլումյան, Արմրադիո։
Օրենքով սահմանված ժամկետում արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել ու հաստատվել կուսակցությունների մեծամասնական եւ համամասնական ցուցակները։ Իսկ մինչ հասարակությանը ներկայանալ իրենց իսկ մինչ օրենքով սահմանված կարգով տեխնացուներն ու կուսակցությունները կսկսեն հասարակությանը ներկայանալ իրենց ասելիքով ու ծրագրերով, օգտագործելով առիթը ուսումնասիրման են ենթարկվում ներկայացված ցուցակները։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած համամասնական ցուցակները ընտրություններին ընդառաջ թեժ քննարկվող թեմաներից են դարձել։ Այս ընտրությունների ներկայացվող ցուցակները թերևս անկախ Հայաստանի 20-ամյակի ընթացքում ամենասպասելիներից էին, որովհետև շատ էր խոսվել այստեղ գործարարներին չներգրավելու եւ ունակ ու հմուտ մարդկանց ներգրավելու մասին։ Օրինակ, որքան էլ Հանրապետական կուսակցությունը հայտարարի ներկայացուցչական ցուցակ ներկայացնելու մասին, այդուհանդերձ դա չի կարող բավարարել հասարակության սպասելիքները, կարծում է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը։ Անընդհատ նշում էին, որ պետք է երիտասարդացնեն, որ պետք է օլիգարխներ չլինեն, որ պետք է, այսպես ասած, տառաճանաչ մարդիկ գոնե լինեն նմուշի համար։ Չեմ կարծում, որ այս ցուցակը նայելով արդարացված են այն սպասումները, որը կան իշխանությունները տալիս էին 2-3 տարի։ Նմուշի համար կարող է, ես չեմ ասում, որ չկան ընդհանրապես նոր դեմքեր կամ լավ սպասված ինչ-որ թե երիտասարդներ, թե քաղաքական գործիչներ 1-2 օքին ոչ մի հարց չեն լուծի եւ ընդհանուր պատկերը կմնա նույնը։ Հանրապետական կուսակցության падգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ՀՀԿ համամասնական եւ մեծամասնական ցուցակները մեկ անգամ եւս ներկայացուցչական անվանելով հավելեց, որ դրանցում ընդգրկված են նախկինում ընդդիմադիր թևից հանդես եկող մարդիկ, այդուհանդերձ գաղափարական որոշակի ընդհանրություն ունեցող հանրապետական կուսակցության հետ։ Ինչ վերաբերում է ցուցակներում, այդուհանդերձ գործարարների եւ այն մարդկանց ներգրավմանը, ովքեր այդքան էլ չեն վայելում հասարակության հարգանքն ու վստահությունը, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. Բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր գործարար են, ունևոր են, ուզենք թե չուզենք, սիրենք թե չսիրենք, ասենք թե չասենք, այդ մարդիկ ազդեցություն ունեն իրենց ընտրատարածքների վրա։ Սա փաստ է։ Այդ ազդեցությունը, չգիտեմ, գործատեղեր են տալիս, թե մյուսը, բայց որ այսօր ազդեցություն ունեն եւ կարող են ինչ-որ բան փոխել դրական կամ բացական։ Իսկ ինչի չմտնեն համամասնական ցուցակ եւ չշարժվեն մեր հանրապետական կուսակցության դաշտում։ Ինչ վերաբերում է կոալիցիոն մեկ այլ ուժի Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակին, ապա ի տարբերություն հանրապետական կուսակցության, այս կուսակցության ցուցակում ներառված գործիչները դարձել են ԲՀԿ անդամ։ Վառապացույց են հանդիսանում այնպիսի մարդկանց օրինակներ, ինչպիսիք են Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը, Թամարա Պողոսյանը, Հմայա Քովանիսյանը, ովքեր հերթական անգամ փոխել են իրենց քաղաքական վեկտորը, նկատում են ոլորտի մասնագետները։ Իսկ այս եւ նման այլ մարդկանց ներգրավելով ԲՀԿ ցուցակում փորձարվեց քաղաքականացնել մի կուսակցություն, որը վերջի տարիներին քաղաքականացված չէր։ Այդուհանդերձ ընդհանուր պատկերը դժվար թե ընտրողի աչքին փոփոխված լինի, քանի որ ԲՀԿ-ն լիդերային կուսակցություն է, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ Ռասիչ անունները, որոնք այստեղ ի հայտ են գալիս, կարող է էական դեր չի խաղային տվյալ կուսակցության ընտրազանգվածը հավաքագրելու ընթացքում։ Այսինքն անկախ դրանից շատ անգամ, թե ով ներգրաված կլիներ տվյալ կուսակցության ցուցակների մեջ, պարզը որ նրանք պետք է լինեն ասոցիացված տվյալ կուսակցության հետ, բայց հիմնականում խոսքը կգնար դրա մասին, որ ընտրողը ընտրելու է այս կուսակցությանը, որովհետև տվյալ կուսակցության ղեկավարը հանդես է գալիս Գագիկ Ծառուկյանը։ Այս առումով Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի ընտրազանգվածը նման է։ Նկատում են քաղաքական գործիչները։ Այսինքն, եթե ԲՀԿ-ն անձնավորում է Գագիկ Ծառուկյանը, ապա ՀԱԿ-ի դեմքը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Եթե ԲՀԿ-ի առաջնորդը սոցիալական ընկալում ունի, ապա ՀԱԿ-ինը քաղաքական։ Նկատում է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը եւ հավելում, որ ՀԱԿ-ը կարող է խնդիրներ ունենալ հետագայում։ ՀԱԿ-ը ունի, ես կարծում եմ, մի խնդիր, որը արդեն սկսեց, այս 4 կուսակցությունով Արամ Սարգսյանի հայտարարությամբ եւ Հանրապետություն կուսակցության հայտարարությամբ, որ ոչ մեկ չմտավ բացի Արամ Սարգսյանից, որն էր հայտարարել, որ մանդատը դնելու է ընտրություններից հետո, այսինքն այնտեղ ռեալ հանում ես մի 1-2 մարդ կուսակցություններին էլ մնում է ՀՀՇ-ը։ Փաստորեն ՀԱԿ-ը, եթե ռեալ այնպես ստացվեց, որ ինքը սկսեց լրիվ ուրիշ ձև, ավարտում է արդեն ՀՀՇ-ով։ Պարզվում է, որ քաղաքական առումով ոչ խոցելիներն էլ ՀՅԴ-ի եւ Ժառանգության ցուցակներն են, որը դժվար թե անակնկալել հասարակության համար, նկատում են քաղաքագետները եւ հավելում, որ թեև Ռաֆի Հովհաննիսյանի դերակատարությունը մեծ է, սակայն պետք է հաշվի առնել նաեւ կազմակերպական ռեսուրսները։ Այստեղ էլ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին շտաբի պետերից 8-ը հիմա Ազատ դեմոկրատներում են։ Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Արմեն Արաքելյանն էլ մեկ անգամ եւս հայտարարում է, որ իր կուսակցության եւ Ժառանգության միջև բանակցությունները վաղուց էին սկսվել։
եւ այն միակ ուժն էր, որ գաղափարապես շատ մոտ էր կանգնած ազատ դեմոկրատներին։ Այստեղ մեկին գումարած մեկ, այսինքն երկու միավորի միավորումից ստացվում է ոչ թե մաթեմատիկական 2, այլ ստացվում է 20։ Այս միացմանը 2-3 ամիս ամբողջովին սպասում են եւ սա ոչ թե տվեց զուտ, ասենք մեր կուսակցություն ուներ X քանակի ձայներ, նույնը ուներ ժառանգությունը եւ շատ ավելի մարդիկ ձայն կտան, որոնց մենք միգուցե եւ անձնապես չենք ճանաչում կամ ասենք այս պահին մենք չենք դիտարկում որպես մեր ընտրազանգված։ Եթե ընդդիմադիր մնացած ուժերը միավորվեին, ապա կարող էին լավ արդյունքի հասնել, նկատում են քաղաքագետները։ Սա տեղի չունեցավ մի շարք պատճառներով, իսկ ընդհանուր առմամբ ցուցակներին նայելով չի կարելի ասել, որ դրանք շատ են փոխվել նախորդներից, անկախ նախկինում հնչած հայտարարություններից։ Հերթը ծրագրերի ներկայացմանն է։ Հիմա էլ կուսակցությունները հայտարարում են, որ հենց իրենց ծրագիրն է այլընտրանքային ու յուրօրինակ։ Այդուհանդերձ թե համոզման ինչ մեխանիզմներ կօգտագործեն կուսակցությունները падգամավորի մանդատ ստանալու համար, անհրաժեշտ է եւս մի փոքր համբերությամբ զինվել։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Հայաստանում մարտի 15-ից մայիսի 7-ը տպագիր մամուլի մոնիթորինգ խորհրդարանական ընտրությունների շրջանում ծրագրի շրջանակներում անցեկացվելու մոնիթորինգ, որն իրականացվում է Հասարակայնության հետ կապերի Հայաստանյան ասոցիացիայի եւ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից։ Մոնիթորինգի ընթացքում դիտարկվելու է 16 թերթ։ Արդյունքում վերահսկվելու է, թե տպագիր մամուլում ինչ տեղ եւ ծավալ են զբաղեցնում ընտրական գործընթացին վերաբերող թեմաները եւ արդյոք պահպանում են հավասարակշռություն։ Թեմային առավել մանրամասն անդրադարձել է Նունե Ավետիսյանը։ Հերթական մոնիթորինգը ԶԼՄ-ների շրջանում։ Եթե մինչ այս նախընտրական շրջանում մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից հեռուստառադիո ոլորտի մոնիթորինգ էր անցկացվում, ապա այսօր ուշադրությունից չի վերիպում նաև տպագիր մամուլը։ Հասարակայնության հետ կապերի Հայաստանյան ասոցիացիան իրականացնում է մոնիթորինգ, որը միտված է պարզելու, թե որքանով են թերթերը անաչառ եւ հավասարակշիռ լուսաբանում ընտրական գործընթացը եւ ինչ տեղ ու ծավալ են հատկացնում վերոնշյալ թեմաներին։ Ծրագրի շրջանակում դիտարկվելու է շուրջ 16 թերթ, որոնք ունեն ավելի քան 3000 տպաքանակ։ Հասարակայնության հետ կապերի Հայաստանյան ասոցիացիայի վարչության անդամ Մովսես Դեմիրճյանի խոսքով 2 ամսվա ընթացքում թերթերը կենթարկվեն որակական եւ քանակական փորձաքննության։ Օրինակ, ինչպես է մեկնաբանվել հոդվածը՝ քարոզչությունը թե հակաքարոզչություն, պարզաբանում է Մովսես Դեմիրճյանը։ Քանակական փորձաքննությունը մեջ ներառում է ինչ տեղ եւ ինչպիսի տեղ է զբաղեցրել հոդվածը մամուլի էջերին, որտեղ է դրված եղել առաջի էջին, վերջին էջին, ինչ ծավալ է զբաղեցրել, նկար եղել է թե չի եղել, իսկ որակական ցուցանիշները մի քիչ ավելի շատ են եւ ավելի մանրամասն, այսինքն ինչպիսի ինֆորմացիա է տրվել, ինֆորմացիայի աղբյուրը նշված է թե նշված չէ, այդ աղբյուրը պաշտոնական է թե պաշտոնական չէ, ինչպես է մեկնաբանվել լուրը, փաստարկներ բերվել են թե չեն բերվել, հոդվածում ներգրաված անձինք կամ քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են ընտրությունների, ինչ ձևով են ներկայացված, համաչափ թե ոչ համաչափ։ Մոնիթորինգ անցկացնելու համար ընտրվել են երիտասարդ, բայց միևնույն ժամանակ փորձառու սոցիոլոգներ, ովքեր նախկինում ունեցել են մոնիթորինգ անցկացնելու փորձ։ Թերևս անկախ արդյունքներից հասարակական կազմակերպությունը չունի իրավաբանական լծակներ պատժամիջոցներ ձեռնարկելու համար։ Սակայն Հասարակայնության հետ կապերի Հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյանի խոսքով մոնիթորինգի նպատակն է ներկայացնել հասարակությանը, թե որ թերթն ինչպես է ներկայացնում տեղեկատվությունը եւ արդյոք խտրականություն չի դրսեւորում կուսակցության ուժերի շրջանում։ Ծրագիրը պատժիչ մեխանիզմ չի ենթադրում։ Մենք ուղղակի ասել ենք, որ ենթադրենք, այսինչ լրատվամիջոցի նյութերի 80%-ը վերաբերվել են այսինչ քաղաքական ուժին։ Այլ բան, որ ինֆորմացիան օգտագործվի այլ լրատվամիջոցների կողմից, դա որոշակի մեկնաբանություններ, դրան որոշակի մեկնաբանություններ տալու համար։ Լինելու է բաց օբյեկտիվ տեղեկատվություն, որը հասանելի է լինելու բոլորին եւ որը կարող են օգտագործել բոլոր լրատվամիջոցները։ Դիտարկվելու են իրատես դե ֆակտո, ազգ, իրավունք, հայոց աշխարհ, հայկական ժամանակ, երկիր, ժողովուրդ, 4-րդ իշխանություն, հրապարակ, 168 ժամ, հայացք, օրակարգ, Գոլոս Արմենի, Նովոյե Վրեմիա եւ Առավոտ թերթերը։ Իդեպ վերջինիս գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը դեմ չէ մոնիթորինգի անցկացմանը, չնայած որ առավել կարևորում է հեռուստատեսությունների շրջանում իրականացվող մոնիթորինգը։ Արամ Աբրահամյանի կարծիքով թերթերը քիչ թե շատ պահպանում են հավասարակշռությունը։ Չեմ կարծում, որ այն հավասարակշռության սկզբունքը, որը մենք պահպանում ենք
ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո մենք խախտենք ընտրությունների ժամանակ։ Բոլորը հնարավորություն ունեն արտահայտվելու կոռեկտությամբ եւ էթիկայի սահմաններով, ինչպես որ կար, այդպես էլ կմնա։ Նորմալ եմ գնահատում, լավ եմ գնահատում դա, որովհետեւ կարծում եմ, որ ավելի կարեւոր է իհարկե մոնիտորինգը հեռուստաընկերությունների հարցում, որովհետեւ այստեղ կարող է լինել միակողմանի մոտեցում, հա, իսկ կան թերթեր, որոնք այս կամ այն քաղաքական ուժ են պաշտպանում, ապա ընդհանուր գումարում կարող են դառնալ բավականին անաչառ պատկեր, այսինքն եթե դուք 4 թերթ կարդաք, ապա ընդհանուր հավասարակշռությունը կպահպանվի։ Հավելեն, որ նշված մոնիթորինգային ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։ Շուրջ 9,900 եվրո գումար է հատկացվել ծրագրի իրագործման համար։ Մոնիթորինգի վերջնական ամփոփումը հասարակությանը կներկայացվի մայիսի 7-ին, իսկ մինչ այդ յուրաքանչյուր շաբաթվա վերջում կազմակերպությունը արձանագրելու է նախորդ շաբաթվա արդյունքները։ Ապրիլի 25-ին եւ արդեն ընտրությունների հաջորդ օրը մայիսի 7-ին դիտարկման արդյունքները կհրապարակվեն։ Նունե Ավետիսյան, Արմ ռադիո։ Վերլուծական էջ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Հրանտ, Եվրախորհրդարանում, չգիտեմ, մոնիտորինգ անցկացրել են թե ոչ, բայց շատ ուշագրավ փաստաթուղթ են ընդունել։ Ձեր թույլտվությամբ ընթերցեմ այն։ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 3 փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, որտեղի թիվս այլ դրույթների առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման միջնորդական առաքելությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում ուշադրություն Ֆրանսիային փոխարինի Եվրամիությունը։ Նշեմ, որ փաստաթուղթը դեռևս պետք է քվեարկության դրվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Եվ այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին քաղաքական կամք ցուցաբերել հակամարտության կայուն, հարատև եւ խաղաղ կարգավորման համար։ Այս մասին ասված է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժուպեի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Մինսկի խմբի միջնորդական գործունեության 20-ամյա տարելիցի կապակցությամբ եւ զետեղված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։ Միայն բանակցությունների միջոցով խնդրի կարգավորումը կարող է բերել խաղաղության եւ կայունության, իսկ հակամարտության կարգավորումն ուժային ճանապարհով լուծելու ցանկացած փորձ առավել մեծ տառապանքներ կպատճառի տարածաշրջանին։ Տարածաշրջանի ժողովուրդներն ամենից շատ տուժել են պատերազմի հետևանքներից եւ կարգավորմանը հասնելու ցանկացած հապաղում ել ավելի կմեծացնի առկա դժվարությունները։ Մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին պատրաստել իրենց ժողովուրդներին ոչ թե պատերազմի, այլ խաղաղության, ասված է համատեղ հայտարարությունում։ Հրանտ գումարելիների տեղափոխությունից գումարը փոխվում է, ստացվում է այնպես, որ Եվրոխորհրդարանի պարլամենտին էր հենց ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների արտգործնախարարների հայտարարությունը, քանի որ հայտնի է, որ եւ բազում անգամ նշվել է, որ հակամարտությունը Արցախյան պետք է կարգավորվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում եւ ներկայիս ֆորմատով։ Իսկ Եվրոպարլամենտում փաստորեն առաջարկում են փոփոխության ենթարկել այդ ֆորմատը եւ Ֆրանսիայի մանդատը փոխարինել Եվրամիության մանդատով։ Սա իհարկե իմ կարծիքով անհնար զարգացում է։ Եվրոպարլամենտը չի կարող որևէ կերպ ազդեցություն ունենալ այս հարցերում Եվրամիության արտաքին քաղաքականության վրա։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ արտաքին քաղաքականության կոմիսար Քեթրին Էշտոնը բազմիցս հայտարարել է, որ հակամարտությունը Եվրամիությունը կողմ է, որպեսզի հակամարտությունը շարունակվի քննարկվել եւ լուծումը գտնվի Մինսկի խմբի ՀԱԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ինձ համար շատ հետաքրքիր էր նաեւ մեր падգամավորներից որոշների կարծիք այն մասին, որ Եվրոպարլամենտում այս դեպքում գործել է ադրբեջանական լոբին, որը հնարավորության սահմաններում փորձում է ներկայումս վնասել Ֆրանսիային եւ մեկուսացնել նրան տարածաշրջանային քաղաքական գործընթացներից։ Իհարկե այս ամենը պայմանավորված է ֆրանս-թուրքական հարաբերությունների սրմամբ, ինչը իմ կարծիքով սպասելի է, որ մոտ ապագայում թուրք-ադրբեջանական քարոզությունը կփորձի հնարավորինս շատ խոչընդոտներ ստեղծել Ֆրանսիայի համար։ Մի քիչ չէ գերագնահատում Թուրքիայի դերը Եվրամիության։ Չէ, այնտեղ գերագնահատելու խնդիր չկա, կա Եվրոպարլամենտ, որտեղ սովորական մարդիկ են եւ բավական է նրանցից մեկին երկուսին համոզել, որպեսզի այդ հարցը բարձրացվի ընդ որում հանձնաժողովի մակարդակով եւ այնուհետեւ փորձեն դնել դա քվեարկության։ Դա ցանկացած падգամավորի իրավասությունների մեջ է մտնում Եվրոպարլամենտի եւ նրանք կարող են այդ հարցը հեշտ բարձրացնել։ Այլ խնդիրը թե կհասնեն արդյոք հաջողությունների, որտեղ ես արդեն բավական խիստ կասկածներ ունեմ եւ վստահ եմ, որ նման օրինագիծ կամ նման առաջարկ Եվրոպարլամենտի կողմից այնուամենայնիվ Եվրամիությանը չի գնա։ Իսկ հնարավոր
զարգացում է, եթե ամեն դեպքում ընդունվի առաջարկը ընդունեն սիրով ինչպես ընդունված է միշտ։ Եկեք հիմա փորձենք բացառել, պարզապես նշենք, որ այս ընթացքում եւ առաջարկում եմ ավելի կենտրոնանալ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության վրա, որոնք կոնկրետ այս բանին, երբ որ բավական մեծ է լարվածությունը պետական սահմանում Արցախի եւ Ադրբեջանի, հայտնի է, որ վերջերս նրանք երկու հայ զինվոր են կարողացել սպանել եւ մեր պաշտպանության նախարարությունը այսօր տեղեկացնում է պատասխան գործողությունների մասին։ Բավական մեծացել է լարվածությունը եւ շատ կարեւոր է, որպեսզի հենց այս բանին միջազգային միջնորդները փորձեն հնարավորինս ջանքեր գործադրել այդ լարվածության աստիճանը նվազեցնելու համար։ Հրանտ համանախագահող երկրների ներկայացուցիչները հայտարարության մեջ նշում են, որ մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին, այլ ոչ թե առաջնորդին, ով ջանք ու եռան չի խնայում ռազմատենչ հայտարարություններ կատարել, զգուշացնել, տեղեկացնել իրենց ժողովուրդներին, որ նրանք պատրաստ են ոչ թե պատերազմի, այլ խաղաղության։ Այստեղ են ասում գրողը տանի, ով է ռազմատենչ հայտարարություններ անում։ Ով է դիմում սադրանքների, ով դիպուկահարներն են ի վերջո խախտում հրադադարի ռեժիմը։ Կարծում եմ, որ ինչքան որ մեզ համար, նույնքան էլ ադրբեջանցիների եւ միջազգային հանրության համար հասկանալի է, թե ում են ուղված կոնկրետ այս կոչերը եւ հասցեատեր ով է այդ ամենի։ Մեզ համար է հասկանալի, բայց միջազգային հանրության համար նաեւ նրանց համար, ովքեր ներգրաված են այդ գործընթացի կարգավորման մեջ եւ կարծում եմ, որ ավելի մեծ արձագանք տա կամ ավելի մեծ քանակությամբ երկրներ ներգրավել այս բանավեճի մեջ սխալ կլիներ, ինչից խոսափում է թե հայկական կողմը, թե միջնորդները ԵԱԿ Մինսկի խմբի։ Ի տարբերություն Ադրբեջանի, որը հնարավորինս ամեն կերպ փորձում է ավելի մեծ շրջանառություն տա եւ ավելի մեծ աղմուկ բարձրացնել այս հարցի շուրջ։ Բայց այստեղ կարևոր է նաեւ մեկ այլ հանգամանք, ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել 2 օր առաջ Ամերիկայի համանախագահ Ռոբերտ Բրատկեի այն հայտարարությանը, որ Մինսկի խումբը առաջարկում է սկսել որոշակի հարցերի քննարկում սահմանի երկու կողմերին գտնվող տեղական իշխանությունների կողմից, այսինքն մի կողմից դա կլինեն Արցախի շրջանների ղեկավարներ, մյուս կողմից ադրբեջանական նրանց շրջանների ղեկավարներ։ Սա իհարկե որոշակի մասնակցություն է ենթադրում արդեն Արցախի մասնակցությունը այդ գործընթացների քննարկման, ինչը մեզ համար շատ կարևոր զարգացում է։ Կարծում եմ, որ սրանից խուսափել հնարավոր չէ եւ Մինսկի խմբում հիանալի հասկանում են, որ ուշ թե շուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ամբողջությամբ եւ որպես լիիրավ կողմ ներկայացված լինի բանակցային գործընթացին։ Ձեր կարծիքով դրականատեսը մենք երբ կլինենք։ Չեմ կարծում, որ շատ ուշ կլինենք դրականատեսը, որովհետև ներկայիս ֆորմատով եւ ներկայիս քննարկման ձևով փաստորեն ոչ մի հաջողություններ հասնել չստացվեց, հաջողություններ չարձանագրվեցին եւ այսօր ակնհայտ է, որ պետք է նոր լուծումներ եւ նոր առաջարկներ լինեն։ Այդ լուծումները չեն կարող լինել իհարկե Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը, ինչքան է որ դրան չձգտի ադրբեջանա-թուրքական դաշինքը, ընդ որում ասեմ, որ փոխարենը նաև ուզում են, որպեսզի Թուրքիան նույնպես ներգրաված լինի այդ բանակցային գործընթացի մեջ եւ քննարկումները Մինսկի խմբի կայանալիք, որտեղ լավ հասկանում են, որ հենց այս սա ֆորմատն է, որտեղ քննարկում են ոչ միայն Արցախյան հակամարտությունը, այլ ընդհանրապես տարածաշրջանի համար կարևորություն ունեցող հարցեր։ Եվ եթե չկա այդ ձևաչափի փոփոխության հնարավորություն, նշանակում է պետք է փոփոխություններ մտցվեն հենց բանակցող կողմերի մեջ։ Հրանտ փորձենք ամփոփել։ Ամեն դեպքում Ֆրանսիային եթե փոխարինում է Եվրամիությունը, մենք դրանից շահում ենք թե ոչ։ Միանշանակ չենք շահում, որովհետև մի հարցը երբ որ զբաղվում է կոնկրետ մի պետություն իր քաղաքական դիրքորոշումներով, եւ մեկ այլ հարցը, երբ որ այնտեղ կարող են իրենց ազդեցությունը ունենալ երկրներ, որոնց դա ընդհանրապես չի վերաբերվում մեկ, եւ երկրորդը որոնք կարող են պարզապես տրվել տարբեր պրովոկացիաների, այդ թվում նաեւ Ադրբեջանի կողմից։ Մեզ համար այն ֆորմատը, որը ստեղծվել է, կարծում եմ, որ խնդիրը ֆորմատի մեջ չի, մանավանդ, որ բոլոր հնարավոր առաջարկները նրանք արդեն կայացրել են։ Դե պարզապես պետք է հասկանալ եւ իրավիճակից առավելագույնը շահ դուրս գալու համար պետք է հասկանալ, որ խնդիրը բանակցությունների միջոցով իր լուծումը չի գտնելու։ Դա խնդիրը ունի լուծման տարբեր ճանապարհներ, այդ թվում նաև ռազմական, բայց մեզ համար այսօր ամենացանկալին ազատագրված տարածքների յուրացումն է
հստակ բնակեցումը, այսինքն այնտեղ այնպիսի գործոններ ստեղծելը, որը ուշ թե շուտ կստիպի միջազգային հանրությանը հասկանալ եւ ընդունել ստեղծված իրավիճակը։ Այսինքն Ֆրանսիայի փոխարինումը չի խոսում այն մասին, որ Ֆրանսիան իրեն սպառել է որպես համանախագահ երկիր։ Իհարկե ոչ, ավելին ասեմ, այլ մեծ մանևրների տեղ է տալիս Եվրամիության ներգրավումը։ Այո, ավելին ասեմ, Ֆրանսիան ոչ միայն իրեն չի սպառել, այլ այսօր Ֆրանսիան այն կողմն է միջնորդ երկրների, որը պատրաստ է նոր նախաձեռնություններ առաջադրել եւ այդ քննարկումները ընթանում են հենց ֆրանսիացիների կողմից առաջադրված նախաձեռնությունների շրջանակներում։ Այն է լուծել սոցիալական խնդիրներ, տեղային խնդիրներ, ջրային եւ այլն նման խնդիրներ, այսինքն սկսել փոքրից որոշակի կոնտակտներ հաստատել, հետո ավելի գլոբալ հարցերին լուծում տալու համար։ Տեսնենք, թե Եվրախորհրդարանում էլ ինչ մտքի թռիչքներ կարող են առկայծել։ Շնորհակալություն, Հրանտ։ Վերլուծական էջ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Հարգելի ռադիոլսողներ, Երևանում ժամը 18:38 FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Լսեք հաջորդիվ։ Քննարկում արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի շուրջ։ Ոստիկանությունն ընդլայնում է տեսախցիկների աշխարհագրությունը։ Մարտի 23-ը օթերևութաբանների համաշխարհային օր։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Օրերս ազգային ժողովի կողմից ընդունվեց արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագիծը։ Այն դեռևս առաջին ընթերցման ժամանակ բուռն քննարկման առիթ դարձավ։ Շատերի համար ամենավիճարկելին էր բանակի ներգրավման հարցը։ Կառավարությունը ազգային ժողովից հետ կանչեց օրենքի նախագիծը եւ լրամշակելուց հետո կրկին ներկայացրեց ու ընդունվեց։ Չնայած լրամշակումներին ընդդիմությունը նշում է, որ բանակի ներգրավումը ճիշտ չէ, այն լի է վտանգներով։ Ներկայացնում է Աննա Գզիրյանը։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագծում տեղ գտած արտակարգ դրության պայմաններում զինված ուժերի ներգրավման դրույթը շատերի համար անընդունելի էր։ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն աչքի առաջ ունենալով տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ նշում էին, որ օրենքի ընդունմամբ իշխանություններին հնարավորություն է տրվում նման դեպքերում բանակը դուրս բերել ժողովրդի դեմ։ Չնայած նրան, որ օրենքի նախագիծը լրամշակվել է եւ արդեն հաստատվել ազգային ժողովի կողմից, միևնույն է ընդդիմությունը շարունակում է մնալ իր կարծիքին։ Մասնավորապես ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջանգիրյանը նշում է, որ բանակի որպես ռազմական միավոր դուրսբերումը անթույլատրելի է։ Այո, բանակի անձնակազմը պետք է մասնակցի արտակարգ իրավիճակների հետևանքների հաղթահարմանը, եթե դրանք տարերային աղետներ են, բնական աղետներ են, չգիտեմ ինչեր են, երկրաշարժ է, սա է, նա է, օդուժով էլ կարող են մարդիկ տեղափոխել, չգիտեմ, հիվանդներ տեղափոխել, նույնիսկ ծանր զինվորական տեխնիկայով, տանկերով, զրահամեքենաներով եւ այլը կարող են քարշակել, տարբեր կառույցներ քանդել, տակից վիրավորներ հանել եւ այլը, բայց զինված ուժերը որպես ռազմական, որպես զինական միավոր սահմանադրությունը արգելում է։ Ներքին զորքերի մարդկային ռեսուրսները ամբողջությամբ բավարար են, որ անկարգությունների պարագայում իրավիճակը կարողանան վերահսկել։ Բանակի ներգրավման անհրաժեշտությունը չկա, ասաց Գագիկ Ջանգիրյանը, ըստ նրա, եթե խնդիրը քաղաքական է, ապա պետք է լուծել քաղաքական մեթոդներով, այլ ոչ թե ռազմական, բանակը դուրս բերելով ժողովրդի դեմ։ Իսկ ինչ է լինում, երբ որ բանակը պատերազմում է սեփական ժողովրդի դեմ։ Այդ բանակի մի մասը պարտադրված անցնում է ընդդիմության կողմը, մյուս մասը մնում է իշխանության կողմը եւ սկսում է քաղաքացիական պատերազմ, որի ականատեսն ենք մի քանի երկրներում մենք ձեզետ միասին։ Օրենքի նախագծի առաջին ընթերցման ժամանակ հնչած տարբեր հարցադրումները քննադատությունները հաշվի առնելով կառավարությունը հետ էր կանչել այն եւ լրամշակել, այսինքն բոլոր մտավախությունները դիտարկելով օրենքի նախագծում անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել, մասնավորապես հարցեր հնչել, թե այդ ուժերը հիմնականում ինչ խնդիրների լուծման ժամանակ պետք է օգտագործվեն։ Արտադրության նախարար Հրայր Թովմասյանը պարզաբանել էր, որ սահմանվել է մի դրույթ, որով գրեթե բացառվում է անմիջական շփումը նրանց ու բնակչության միջև։ Այսինքն նրանք հիմնականում պետք է զբաղվեն, եթե արտակարգ իրավիճակ
վիճակների հետևանքները վերացնել եւ բնակչությանը տեղահանելու հետ կապված միջոցառումներին պիտի մասնակցեն, հատուկ պաշտպանվող օբյեկտների անվտանգությունը պետք է ապահովեն եւ մշակութային եւ այլ արժեքների տեղահանում, այսինքն սրանք են իրենց գլխավոր խնդիրը լինելու։ Սա նշանակում է, որ մի քանի զսպաշապիկներ են սահմանվում, մի քանի արգելանքներ է սահմանվում զինված ուժերի եւ անմիջապես բնակչության այս շփումը կանխելու համար։ Օրենքի նախագծի վերաբերյալ հնչել էին նաև կարծիքներ այն մասին, թե արդյոք զինված ուժերը պատրաստված են այդ գործողությունները կատարելու համար։ Արդարադատության նախարարությունն այդ դիտարկումը հաշվի առնելով նույնպես լրամշակումներ է կատարել, հստակեցնելով պատրաստվածության հարցը։ Եվ մենք անցումային դրույթներում սահմանում ենք, որ զինված ուժերը կարող են մասնակցել միայն հատուկ պատրաստություն անցնելուց հետո, այսինքն դա ենթադրում է, որ որոշակի ժամանակահատված ներքին զորքերի կանոնակարգին համապատասխան պատրաստություն պիտի անցնեն այն ուժերը, որոնք մասնակցեն։ Ընդդիմությանը չեն գոհացնում օրենքի նախագծի վերաբերյալ տրված պարզաբանումները։ Ավելին ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի կարծիքով օրենքի նախագծի ընդունումը ներկայ փուլում կախված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։ Ըստ նրա իշխանությունները հատուկ են այդ ժամանակահատվածը ընտրել։ Քաղաքական ուժ եթե շահագրգռված է, որպեսզի հասարակությունում նման կարևորագույն հարցը ստանար ավելի լավ քննարկում եւ ավելի ճիշտ լուծում, նա կարող է սպասել մի քանի ամիս, վերջին նիստում սա չընդունել, ծածկադմփոջ չանել եւ նոր ազգային ժողովը, նոր քաղաքական կոնֆիգուրացիայով ազգային ժողովը կարող էր այդ հարցը քննարկել եւ որոշման գալ։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արտակ Դավթյանի խոսքով էլ ճիշտ չէ միտումնավոր քայլեր տեսնելը։ Վերջի օրենքի նախագիծը մեկ օրում չեն մշակում եւ ներկայացնում, նշեց հանրապետական падգամավորը։ Ընդհանրապես օրենսդրական յուրաքանչյուր նախաձեռնություն ունի իր գաղափարից մինչև վերջնական իրականացում անցման որոշակի ժամանակահատված եւ այնպես չի լինում, որ միանգամից գաղափարը ծնվում է եւ այդ գաղափարը միանգամից իրականություն է դառնում, քանի որ պիտի անցնի նաեւ որոշակի քննարկումներ, որոշակի նաեւ փորձագիտական եզրակացություններ, այդ ճանապարհը անցել է եւ ուղղակի այսօր պատրաստ ենք ազգային ժողովում քննարկել։ Ինչևէ, օրենքն ընդունված է, իսկ Արդարադատության նախարարությունը հավաստիացնում է, որ դրանով որևէ հակաժողովրդական քայլ չի կատարվում եւ հիշեցնում, որ ցանկացած պետություն երաշխավորված չէ արտակարգ դրությունից եւ պարտավոր է քայլեր ձեռնարկել սահմանադրական կարգը պահպանելու համար։ Աննա Գզիրյան, Արմ ռադիո։ Մայրաքաղաքում երթևեկությանը հետևելու համար ճանապարհային ոստիկանությունը դեռևս ամիսներ առաջ սկսել էր տեսախցիկներ տեղադրելու գործընթացը։ Խախտումների արձանագրման կենտրոնում տեղադրված մոնիտորները ստանում են բոլոր տեսախցիկների տեղեկատվությունը։ Մոնիտորի առջև նստած տեսուչը արձանագրում է խախտումը, որն այնուհետև փոխանցվում է ոստիկանության տեսուչին եւ համապատասխանաբար կազմվում է արձանագրություն։ Ունենալով դրական արդյունքներ, ճանապարհային ոստիկանությունը նախատեսում է արագաչափեր եւ տեսախցիկներ տեղադրել նաեւ Սևան, Երևան, Արտաշատ հանրապետական ճանապարհներին։ Արագաչափերի տեղադրման արդյունքում ինչ խախտումներ եւ ինչ հարաբերություններ են արձանագրել ճանապարհային ոստիկանները, Լուսինեն Օրեկյանի անդրադարձում։ Այս տարվա հունվարի 17-ին Մայրաքաղաքում տեղադրվել են արագության նորմերը չափող սարքեր, իսկ խաչմերուկներում տեսախցիկներ, որոնք ամրագրում են ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Հայկ Սարգսյանը փաստում է, որ վարորդները զգուշանում են, երբ գիտեն, որ արագաչափ ու տեսախցիկ է տեղադրված, եւ այն արդեն ունի իր դրական արդյունքները։ Եթե անցած տարի 2011 թվականին անցած ժամանակահատվածի հետ համեմատենք, այսքան հունվարից չէ այսօր, նախորդ տարի Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարները աճել էին։ Այս տարի ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը Երևան քաղաքում նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 11-ով, զոհերի քանակը նվազել է 6-ով եւ մարմնական վնասված ստացած անձանց քանակը նվազել է 17-ով։ Ճանապարհային ոստիկանությունից վստահեցնում են, որ ոչ մի վարորդ չի կարող խուսափել վարչական տուգանքից, եթե կատարել է խախտում։ Այս կարճ ժամանակահատվածում գրանցվել է 21000 խախտում եւ վարորդների կողմից էլ նկատվել է պատշաճ տուգանքների վճարումների ակտիվացում։ Այս համակարգը առաջին հերթին ձեռնտու է հենց վարորդներին, ասում է Հայկ Սարգսյանը։ Այն նաեւ նվազեցնում է ճանապարհային ոստիկան վարորդ շփումը կանխելով կոռուպցիոն ռիսկերը։ Տեսախցիկների գործածումից հետո ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է, սա ըստ ճանապարհային ոստիկանների, իսկ վարորդները լրիվ այլ կարծիքի են, քանի որ նորարարությունը այնքան էլ արդյունավետ չէ։ Մեր քաղաքում առանց խախտումի բացառվում է քորես։ Գնապաստի որ տեսուչների հետ քիչ շփվեն էլի, որովհետև ընդ տեսուչները շատ են բանանում։
այդ զիջումների գնում են էլի հենց իրանց ոստիկաններին, բայց ինձ չեն իմանա։ Իսում ինչ որ առաջ խաղացում կլինի վարորդների կարգապահության համար։ Լավ բան չկա։ Խախտումները դեռ շատացել են։ Նույնն են կարելի ասել։ Պրոստը հիմա շատ ամփոյթ են քշում։ Ես մեքենա չունեմ, չգիտեմ, բայց վարորդները բողոքում են։ Ավելի զգոն են դարել վարորդները։ Ուշად թե նարոշենի չանեն ոչ բանը չի։ Ոչ մի անգամ չի նկարահանի կամ ինչ որ տեսախցիկը ակտ կուղարկեց բան չի լինի։ Վարորդների շահերը պաշտպանող Այգիլես հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ իր հերթին ընդգծեց ոլորտի բացասական կողմերը։ Մասնավորապես նա նշեց, որ եղել են վիճահարույց դեպքեր, երբ տեսանյութում խախտումները մոնտաժվել են, եւ վարորդները խուսափել են պատասխանատվությունից։ Այս մեղադրանքին ի պատասխան Հայկ Սարգսյանը արձագանքեց։ Ուրեմն եթե պարոն Հովհաննիսյանը նման փաստեր ունի, թող ավելի մանրամասն ներկայացնի կոնկրետ տվյալ փաստով, թե ինչն է մոնտաժում, ինչն է այդպիսի ապրիորի հայտարարություններ թող չլինեն եւ թող ողջ հանրությունն իմանա, որ երբեք ոչ մի միջնորդություն, ոչ մի մոնտաժում չի կարող լինել։ Ինչ է այդ 10,000 դրամանոց տուգանքի համար պիտի մարդը գնա այդպիսի զերծարարությամբ։ Այդ security հիմնարկությունը եւ ճանապարհային ոստիկանություն պետք է համագործակցեն, որ ինչ որ մեկի 10,000 դրամը վերացնեն, թե ինչ ան, դա բացառված է։ Այգիլես ավտովարորդների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության նախագահն էլ ավելացնում է, որ իրեն գրություն են ուղարկել ճանապարհային ոստիկանություն, որպեսզի ստանան այն տեսանյութը, որում կա ակնհայտ մոնտաժում։ Ունենք մի գրություն, որը գրել ենք ճանապարհային ոստիկանությանը, որ տրամադրեն մեզ այն տեսանյութը, փաթեթավորված եւ կապարակնքված, որ մենք հանձնենք փորձագետին, որտեղ ակնհայտ կա մոնտաժում, ակնհայտ կա մոնտաժ։ Եկեք սպասեք, թող ես ասեմ, պարոն Սարգսյան։ Ասեմ շատ լավ։ Ասեմ ինչ։ Նկարահանված է կտանք փաթեթը, օրը գրած է արձանագրության մեջ, ժամը գրած է արձանագրության մեջ, ժամը 9-ից չեմարում քանի րոպե, տեսանյութում գրած է 8-ից քանի րոպե։ Անոնցան մասնավոր հարց եք մասնավոր դուք հարցնում եք, ես ասում եմ ապացույց։ Տասնյակ, հարյուրավոր առարկումներ, պարզաբանումներ, բա մի հատը բավական չի։ Ինչևէ, հարցը որքան էլ վիճահարույց էր, այդպես էլ իր տրամաբանական լուծումը չունեցավ։ Սակայն վարորդների իրավունքների պաշտպանը միայն ավելացրեց, որ ի տարբերություն ճանապարհային ոստիկանության հրապարակած դրական ցուցանիշների միևնույն է, մինչև որը շարունակում են վարորդների կողմից տարբեր խախտումները։ Մասնավորապես կանգ առնելում գրեթե բոլոր վարորդները շարունակում են կոպիտ խախտումներ թույլ տալ, սակայն դրա դիմաց չգիտես ինչու չեն տուգանվում։ Լուսինե Նորեկյան, Արմրադիո։ Մարտի 23-ը ամբողջ աշխարհի օդերևութաբանները նշում են իրենց մասնագիտական տոնը։ Եղանակի կանխատեսման ճշգրտությունից երբեմն կախված է լինում ոչ միայն տրամադրության, այլ նաև մարդկային կյանքը։ Ամբողջ աշխարհում օդերևութաբանական կանխատեսման մեթոդներն անընդհատ կատարելագործվում են գերզարգացած համակարգիչներով եւ տիեզերանավերով։ Իսկ թե կանխատեսման ինչպիսի մեթոդներ է կիրառվում Հայաստանում, պարզել է Նունե Ավետիսյանը։ Օդերևութաբանական կայանները տարածված են տիեզերքի բոլոր անկյուններում։ Ապարատների ցուցանիշը գրանցում են յուրաքանչյուր 3 ժամը 1։ Հողի եւ օդի խոնավությունը պարզելու համար օգտագործում են սովորական ջերմաչափեր։ Տեղումների քանակը պարզելու համար բավական է միայն դույլ օգտագործել։ Իսկ հա օդի խոնավությունը կարելի է պարզել շիկահերի մազով, պատմում է Հայպեթհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։ Ցենց խոնավաչափի չափման հիմքում դրված է մազը։ Մարդու մազի կախված խոնավությունից ընդունակ է երկարանալ եւ կարճանալ։ Ուրեմն համապատասխան սարք է, որը երբ օդը չոր է, մազը փոքրանում է, նրա երկարությունը համապատասխան նշում է արվում, եթե երկար է, նրան համապատասխան եւ կատարվում է չափումներ։ Մեր կայաններում տեղադրված են եւ այնտեղ այդ գործիք աշխատում է։ Եղանակը սահմաններ չի ճանաչում։ Այս ասացվածքը պատահական չէ, որ դարձել է համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կարգախոսը։ Կազմակերպությունը միավորում է 189 երկրի մասնագետների։ Կանխատեսումների համար անհրաժեշտ է տեղեկատվության փոխանակում։ Սա փաստում է նաև օդերևութաբան Զարուհի Պետրոսյանը, տեղեկացնելով, որ բացի Հայաստանում գործող 47 օդերևութաբանական կայաններից համագործակցում է նաև համաշխարհային օդերևութաբանության կազմակերպության անդամ երկրների հետ։ Օգտագործելու այն գոյություն ունեցող ուրեմն մեթոդիկանեն գոյություն ունեցող ալգորիթմները, որոնցով կարելի է օդերևութաբանական այս կամ այն տարի կանխատեսում կատարել։ Այստեղ կանխատեսման կենտրոնները ունեն համապատասխան սարքավորումներ, ստանալու արբանյակային տեղեկատվություն, կատարելու վերլուծություններ
այսինքն առանձին ծրագրային ապահովումներ, որոնք թույլ են տալիս կատարել առանձին հաշվարկներ եւ արդյունքում ամեն օր ստացվում է ուրեմն եղանակի կանխատեսում։ Եղանակը միակ ուրեմն ոլորտն է, որը սահմաններ չի ճանաչում ու անհնար է ուղղակի երբեք մի երկիր իր համար չի կարող մեկուսացված եղանակի կանխատեսում անել, չունենալով ամբողջ աշխարհի տվյալները, ոչ միայն տարածաշրջանի։ Օդերևութաբաններն աշխատում են նաև նավերի եւ օդանավերի վրա։ Բացի այդ, տեղեկատվությունը հավաքագրվում է աշխարհով մեկ սփռված ցամաքային հիդրոօդերևութաբանական բոլոր կայաններից։ Կարևորագույն տեղեկությունն էլ ռուսական, ամերիկյան ու ճապոնական արբանյակային կայաններից։ Եվ այս ամենն անհրաժեշտ է մարդկանց հաղորդելու ամենաանհրաժեշտ տեղեկատվությունը՝ եղանակի տեսությունը։ Նունե Ավետիսյան, Arm Radio։ Հաղորդման այս հատվածում կարող եք լսել նաև մարզական լուրեր։ Կրկին ողջունում ենք Arm Radio-ի ունկնդիրներին եւ ներկայացնում մարզական թողարկումը։ Ստուդիայում է Հրայր Նազարյանը։ Լսեք առաջիկա րոպեներին։ Հայաստանի հավաքականի կանխատեսելի պարտությունը։ Հայ ֆուտզալիստները հնարավոր է մրցեն ուրուգվայցիների հետ։ Սլավիկ Հայրապետյանը աշխարհի առաջնությանը կմասնակցի Արա Գևորգյանի ստեղծագործության ներքո։ Այժմ լրահոսը ամբողջությամբ։ Երևանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տանելով Բուլղարիայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում 10 այլ մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Կեսմիավոր պակաս են վաստակել Սերգեյ Մովսիսյանը եւ Ռոբերտ Հովանիսյանը, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 17-րդ եւ 43-րդ տեղերը։ Մովսիսյանը սպիտակներով գերազանցեց հույն Վասիլիոս Կոտրոնյասին, իսկ Հովանիսյանը ոչ ոքի խաղալով ֆրանսիացի Էթիեն Բակրոյի հետ կորցրեց առաջին կեսմիավորը։ Այս տուրում հաղթեց նաև Վլադիմիր Հակոբյանը, որի մրցակիցն էր չեխ Պավել Սիմաչեկը։ Հակոբյանը վաստակելով երկու միավոր Գաբրիել Սարգսյանի, Տիգրան Պետրոսյանի, Զավեն Անդրեասյանի եւ ռուսաստանցիներ Արթուր Գաբրելյանի ու Սերգեյ Գրիգորյանցի ինտերակցիությամբ հաստատվել է 52-ից 133-րդ տեղերը բաժանող մասնակիցների խմբում։ Սարգսյանը, Պետրոսյանը, Անդրեասյանը եւ Գրիգորյանցը երրորդ տուրում բավարարվեցին ոչ ոքի արդյունքով, իսկ Գաբրելյանը տանուլ տվեց իր պարտիան։ Հովանես Գաբուզյանը երրորդ անընդմեջ ոչ ոքից հետո ընթանում է 140-րդ տեղում։ Նրան հավասար 1.5 միավոր է վաստակել եւ 151-րդ հորիզոնականին է Սամվել Տեր-Սահակյանը, որը պարտվեց ռուսաստանցի Էրնեստո Ինարկիևին։ Ինչպես եւ նախորդ տուրում անհաջողությամբ մատնվեց Արման Փաշիկյանը, որը 1 միավորով 258-րդ տեղում է։ Իսկ Վլադիմիր Պողոսյանը երրորդ անընդմեջ պարտությունից հետո 348 մասնակիցների հաշվարկում 324-րդն է։ Բուլղարիայում է նաև հանդբոլի Հայաստանի աղջիկների հավաքականը, որը Եվրոպայի զարգացող երկրների առաջնության Challenge Trophy մրցաշարի մեկնարկային խաղում 19-37 հաշվով պարտվեց Լատվիայի մարզուհիներին։ Մեր թիմում արդյունավետությամբ առանձնացան Շուշանիկ Հայրապետյանը եւ Կլարա Թերզյանը, ովքեր 6-ական գոլ խփեցին մրցակցի դարպասը։ Հայաստանցիների հետ նույն խմբում հանդես եկող Բուլղարիայի հավաքականը զուգահեռ խաղում 25-22 հաշվով կամային հաղթանակ տարավ Մոլդովուհիների նկատմամբ։ Մրցաշարի մյուս խմբում Իսրայելի հավաքականը 22-12 հաշվով հաղթեց Մալթայի ձեռնագնդորդուհիներին, իսկ Ֆարերյան կղզիների թիմը 32-23 արդյունքով առավելության հասավ էստոնուհիների նկատմամբ։ Արագընթաց չմշկավազքի շորթ տրեքի Ռուսաստանի առաջնությունում երկրորդ մեդալը նվաճեց Մոսկվայի մարզը ներկայացնող Վյաչեսլավ Կուրգինյանը, որը երրորդ տեղը գրավեց 1000 մետր մրցատարածությունում։ Վերջնագիծը հատելով մեկնարկից 1 րոպե 32.726 հազարեորդական վայրկյանում, մեր հայրենակիցը 0.832 հազարեորդական վայրկյան զիջեց առաջինը ճանաչված օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Վիկտոր Անին։ Նշենք, որ 1500 մետր մրցավազքում Կուրգինյանը առաջ անցնելով Անից դարձել էր Ռուսաստանի չեմպիոն։ Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի վերջին երկու հանդիպումներից մեկում Սևիլյան Խեսուս Նավասի եւ Մանու Դել Մորալի 2 գոլի շնորհիվ հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակի նկուղում գտնվող Ռասինգին։ Հաղթանակի շնորհիվ Սևիլյան 36 միավորով ամրապնդվեց 11-րդ տեղում, իսկ 24 միավոր ունեցող Ռասինգը 20 թիմերի պայքարում 18-րդն է։ Մյուս խաղում Բետիսը եւ Էսպանյոլը մեկական գոլ փոխանակեցին։ Ընդ որում Բարսելոն քաղաքը ներկայացնող ակումբը միայն վերջին րոպեին խուսափեց պարտությունից։ Էսպանյոլը միավորների քանակը հասցնելով 40-ի ընթանում է 7-րդ տեղում, իսկ 4 միավոր պակաս վաստակած Բետիսը 15-րդն է։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվելով հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին հնարավոր է Երևանում ստուգողական խաղ անցկացնի Ուրուգվայի թիմի հետ։ Ընկերական հանդիպումները նախատեսված են մայիսին եւ սեպտեմբերին։ UEFA-ն 100 միլիոն եվրոյի փոխհատուցում կհատկացնի այն ակումբներին, որոնց ֆուտբոլիստները իրենց երկրների ազգային հավաքականների կազմում կմասնակցեն ֆուտբոլի այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Հարկ է նշել, որ ֆուտբոլի Եվրոպական միությունը այդ նպատակով նախատեսել էր 55 միլիոն եվրոյի վճարում կատարել, սակայն ակումբների հետ վերջերս կնքած պայմանագրից հետո ավելացրել է գումարի չափը։ Ուշագրավ է, որ 4 տարի առաջ փոխհատուցման չափը կազմել էր 43.5 միլիոն եվրո։ Մարտի 26-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի միայն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը, որը ուղիղ 1 շաբաթ առաջ նշեց 16-ամյակը։ Համաշխարհային ստուգատեսին պետք է մասնակցեր նաև Սլավիկի ավագ եղբայր Սարգիսը, սակայն ելնելով այն հանգամանքից, որ մեր երկրին ընդամենը 1 տեղ է հատկացվել, մարզչական խորհուրդը որոշեց մրցավայր գործուղել կրտսեր Հայրապետյանին։ Մեր մարզիկի մարզավիճակի եւ առաջիկա ելույթների մասին որոշ մանրամասներ Արմ ռադիոյին հայտնեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյան, աշխարհի առաջնությունում ով է ներկայացնելու մեր երկիրը։ Աշխարհի առաջնության համար մենք անցկացրեցինք ստուգամրցով Ռիգայում, որտեղ մասնակցեցին բացի մեր տղաներից 2 ռիգացի տղաներ։ Սլավիկը առաջ տեղը գրավեց եւ միանշանակ որոշում ընդունեցին, որ ինքը պետք է մասնակցի։ Ինչ պայմաններում է Սլավիկը պատրաստվել եւ ինչ արդյունքներ է ակնկալում նրանից։ Գիտեք, որ նա շատ հաջող մասնակցեց Եվրոպայի առաջնության մրցումներին, մտավ 28 ուժեղագույնների մեջ, աշխարհի պատանների առաջնությանը ավելին էինք սպասում, այնտեղ մի փոքր սայթակեց ինքը, կրկնակի լուծից հետո կատարեց կոմբինացիան, բայց դիերակից կատարել։ Ամենայն դեպս այսօր ամենապատրաստը ինքն է, որ կարող է պայքարել աշխարհի թեկուզ առաջնությանը եզրափակիչ դուրս գալու։ Նրանից ավել առայժմ մենք չենք սպասում, որովհետև կան 2 վարժություններ, որոնք աշխարհում բոլոր լավագույն տեղեր գրավողներն են կատարում։ Դա երակի աքսելն է եւ խարակի պտույտները։ Նա պատրաստվում է Ռիգայում Լատվիայի հավաքական թիմի հետ։ Իսկ ինչ ծրագրով է հանդես գալու։ Նա բավական լուրջ ծրագիր ունի, երկար ծրագիրը կատարում է հայկական երաժշտության տակ, Արա Գևորգյանի ատանա երաժշտության տակ, շատ լավ է զգում իրեն, ամեն մի էլեմենտ, ամեն շարժում ամընկնում է երաժշտության բոլոր տակտերին։ Սա մրցաշրջանի վերջին մրցումն է։ Ունենք նաև ապրիլի վերջին ապա երկրների եւ մեր բալտիկյան երկրների առաջնության մրցումները Աթինցովում, Մոսկվայի։ Դեռ չենք վերջնական հայտը ներկայացրել։ Փորձամրցում կանենք Համալիրում, կտեսնենք ովքեր պատրաստ կլինեն կմասնակցեն։ Տարբեր տարիներին Հայաստան ներկայացրել են նաև ռուս մարզիկներ, նոր զույգ ունենալու հեռանկար կա։ 2 զույգ ունեն, հարային զույգեր են։ Այ Սուսաննա Խաչատրյանն է մարզիչը, բայց առայժմ նրանք պատրաստ չեն մասնակցելու պաշտոնական մրցումներին։ Անցած օրն էլ մենք էլի նայեցին, տեսնենք նրանք առայժմ մասնակցեն Ռուսաստանի տարբեր դպրոցների առաջնության եւ այլն, ինչեւ մի քիչ փոխվեն, մի քիչ փորձ ձեռք բերեն եւ մյուս տարի հաստատ կմասնակցեն։ Այժմին նախատեսել էինք այսքանը, մինչ հանդիպում։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, հիշեցնեմ, որ Արմ ռադիոյի ստուդիայում այսօր աշխատեցին Ժիրայր Ոսկանյանն ու Արտակ Մուրադյանը։ Մինչ հանդիպում։